իսկ դրա ճանապարհը վերջում բռնապետությունն է։ Իհարկե դուք բացառում եք, որ տաշիր ընկերությունների խմբում ընդհանրապես կոռուպցիոն որևէ ռիսկ չկա եւ այս ուսումնասիրությունները ցույց են տալու, որ իշխանությունների մեղադրանքները, իրավապահ համակարգի մեղադրանքները սին են։ Նայեք, կոռուպցիոն ասելով, Նայեք ջան, դուք նկատի ունեք, եթե ընկերության մեջ կա կոռուպցիոն ինչ-որ պրոբլեմ, դա մեր հանդեպ է, մենք ենք տուժողը։ Իրենք հաշվի չեն առնում, որ երբ որ ստուգում են այն ընկերությունները, որոնք մեր են, որ մենք ենք սեփականատերը, եթե կոռուպցիոն պրոբլեմները չլինեն, մեր շահույթը կավելանա։ Տրամաբանական իրենք միշտ ստուգել են պետական հիմնարկներ, մասնավորի ստուգման առաջի մեծ փորձն է իրենց մոտ։ Պարտավորությունները կատարելիս կոռուպցիոն այսպես ասեմ, բացառելը կարող է լինել Հայաստանում կա հարկային օրենսգրքում երկակիության պրոբլեմ։ Ինչն է երկակիության պրոբլեմը։ Նույն բանին կարող են նայել այս աչքով ու այն աչքով, բայց մենք ընկերությունների մեծ մասը ասում է տարեկան աուդիտ։ Այդ մեծ մասը ասում է աշխարհի 4 լավագույն աուդիտորական ընկերություններում տարեկան աուդիտ։ Եթե խնդիր կար, մենք մինչև այդ աուդիտորականների կողմից կիմանայինք։ Տեսեք, հիմա ասում են 300 քանի միլիոն աշխատավարձ եք ստացել մեկ տարվա մեջ, դա արդեն կոռուպցիոն ռիսկ չի։ Չէ, այդպես բան չեն ասել։ Այդ 300 քանի միլիոնը ինչքան ժամանակ։ Չէ, դա իմ մասին չէր։ Այդ 300 միլիոնը մի տարվա ինչ որ այդ ինչ բան է, դա իմ մասին չէր։ Իսկ մյուս մի հատ երկրորդ բան, որ որպես տնօրենների խորհրդի անդամ, ոչ թե նախագահ, որովհետև երբ որ եղել եմ նախագահ, հրաժարվել եմ աշխատավարձից, իսկ երբ որ եղել եմ այսինքն մնացել է հեծում այդ գումարը։ Հա։ Պարոն Կարապետյան, ամեն իսկ երբ որ եղել եմ անդամ, այդ աշխատավարձը փոխանցել ենք մեր բարեգործականին, բայց ելի եմ ուզում ասեմ։ Գրպանից հանել են, դրել են մյուս։ Բայց էդ էլ է մեր գրպանը։ Այո, Անի ջան, բայց հաշվի առեք, որ հեծնել Դա տնօրենների խորհրդին վճարում է իր սեփական միջոցներից, այսինքն հեծի սեփականատիրոջ միջոցներից։ Սա ամբողջ հաշվառ վիճակում պարոն Կարապետյան, այդքան բարձր աշխատավարձ ստանաք։ Նարեկ ջան, աշխատավարձը վճարվում է բարեգործական հիմնադրամին, փոխանցում էր, բայց կարևոր բան ասեմ, տխուր վիճակի հետ կապված։ Ներդրումային մեր սակագնայինի թույլ տված մաքսիմալ ներդրումները մենք արել ենք։ Էֆեկտիվության խնդիր եղել է, իհարկե եղել է։ Դրա համար ես 6 ամիս առաջ նշանակվել եմ Հեծի տնօրենների խորհրդի նախագահ, որ այդ էֆեկտիվության հարցը լուծենք։ 6 ամսվա ընթացքում անջատումների քանակը ՀՑԿ-ի տվյալներով 25% իջել էր։ Գիտեք, Նիկոլ Փաշինյանը Հեծի հետ կապված ցուցանիշ է թե վատ։ Երկու սցենար է հայտարարել։ Բայց լավ ցուցանիշ է թե վատ 25%։ Պետք է ուսումնասիրեմ, որ ասեմ, ներողություն էլի։ Պարոն Կարապետյան, Նիկոլ Փաշինյանը Հեծի հետ կապված երկու սցենար է ներկայացրել։ Նշում է, որ կամ դա պետք է պետականացվի, կամ պետականացվի եւ տրվի էներգետիկ ոլորտի կառավարչի։ Դեռ գիտենք, որ վարույթ է ընթանում եւ վարչապետը նման հայտարարություն է անում։ Դուք սա ինչպես եք մեկնաբանում, օրինակ հանձնաժողովի նախագահն ասում է, որ ոչ բնավ վարչապետի այս հայտարարությունը մեզ համար ուղղորդում չէ, դուք այդպես կարծում եք։ Երկու բան, առաջինը դուք հիշում եք, որ Նոբելյան մրցանակ ստացած այս տարվա 24 թվականի, այսինքն նախորդ տարվա Նոբելյան մրցանակակիրը տնտեսագիտության գծով հայտարարեց մեր շարժման հաշվետու ժողովի ժամանակ, որ ազգայնացումը էներգետիկ ակտիվների սեփականաշնորհման դեմ քայլերը վատ ազդեցություն են ունենալու երկրի տնտեսական մրցակցայնության վրա։ Այսինքն այո, Moody's-ը հենց իրենք սկսեցին դրա մասին խոսել, Moody's-ի վարկանիշով հեծը իջավ։ Իդեպ եւս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել, հեծը մենք գնել ենք այն ժամանակ, երբ ուներ մինուս իմ հիշելով 30-40 միլիոն դոլար մինուս եւ շատ մեծ գումարով, այսինքն ընդհանուր գործարքի արժեքը շատ մեծ էր։ Մնացել էր սնանկության 3 ամիս։ Դրանից հետո մենք գնել ենք, դարձրել ենք Հայաստանի վարկանիշից ավելի բարձր հիմնար։ Հեծում եղել է պրոբլեմ, իհարկե եղել է, Հայաստանում ուր չկա պրոբլեմ։ Մեր նույն հասարակությունն է իր խնդիրներով, բայց որպես սեփականատերը ինչ է կառավարում։ Նա ներդրումներն է կառավարում, կորուստները իջել է 13-ից 6% Չեխիայի մակարդակին է հասել, ներդրումներն Հայաստանում իրենք ամբողջ տարին բերում են օտարերկրյա 70-80 միլիոն ներդրում։ Թվերին զուգահեռ ասում է, որ հասարակությունը դժգոհ է, պարոն Կարապետյան։ Շնորհակալ եմ։
Դե ժողովուրդ, ասա ինչ չի լինում։ Որտեղ հարցազրույց